Ավանեսյան, ստեղից մի քիչ հետ են գնում, այս միջանկյալ հատվածում մնացած մեքենաները դուրս են գալի, էլի ակցիան շարունակում ենք, հետո էլի խոսանք։ Հիմա դուրս են գալի։ Ավանեսյան, կամած անձնակազմը առաջա գալի ես մեքենաներին ազատում ենք արանքից։ Անհամաչափ խնդրում եմ չսահմանափակել հանրոց իրավունքները։ Ձեր ակցիան շարունակում։ Արեք։ Ինչով է պայմանավորված այսօր ոստիկանության աննախադեպ ուժերի։ Աննախադեպ չի, աննախադեպ չի, հարգելի լրագրողներ, մենք գնահատում ենք օպերատիվ իրավիճակը, հա, մենք արդեն մի շաբաթ առաջ հայտարարված էր, որ այսօրը լինելու է ակցիա։ Մենք պատրաստված եկել ենք, որ բան Տղեկ, առաջ է գալի մեքենաները հետևով գնում են, այս հարգելի կազմենք այդպես, Լսի, այս մեքենաները մնացել են արանքում, վերևը փակված է, ներքևը փակված է, չեն դիմանա, այլոց իրավունքները Պարոն Ասիսյան, Եթե ծադրիչ գործողություններ անել, ձեր բերման ենթարկել։ Ստաց էր իրավունքն է, ես պատրաստ եմ բերման ենթարկվելու։ Հարգելի լրագրողներ, պարոն Ազիզյանը յուրովի է մեկնաբանում օրենքը, եթե ինքը կփորձի որևէ մեկին այստեղից բերման ենթարկել, կլինի բացառապես անօրինական։ Սիրելի կասացիներ, փողոցը դուրս չենք գալիս, մենք ունենք պահանջ, իշխանությունները պարտավոր են լսելու մեր պահանջը։ Պարոն Ազիզյան, դուք կարող եք ինձ բերման ենթարկել, որի համար կենթարկվեք պատասխանատվության ամենայն հարգանքով հայտարարում եմ։ Այսինքն ինչ։ Սիրելի կասացիներ, այս պահին դուք եք սպառնում բերման ենթարկելու։ Չեմ սպառես, օրինական ներկայացնում եմ ինչ որ հասանելի է, այս ձեր գործողությունները։ Ասում եմ, որ դուք անօրինական եք ներկայացնում։ Սադրակի մի տարեք ժողովրդին խնդրում է, սիրելի կասացիներ, այս պահին Ռոշան համանքը միանում է մեզ, սիրելի կասացիներ, Ռոշանցիները երբոր գալիս են մեր մոտ, հարգելի ոստիկաններ, Մի գնացեք, ոչ մի միջադեպի մի գնացեք։ Այսօր մենք էլ երեխա ունենք, խոսքի մեր երեխա ումար ենք անում։ Իմ երեխան վաղը գալու է տրանսպորտ անցնի, ախպեր։ Մենք ուշ չենք գործ։ Չէ, ուշ չենք գործադրում։ Ուղղակի խոսում ենք, որ փողեն փակ ենք ճանապարհը։ Ախպեր, փակ Երդերակել եմ, ասից դուս ենք մենք։ Ես կռիվ են սարքում։ Մերն է սարքում, ես ու դու հանգիստ խոսում ես, կռիվ են սարքում։ Կռիվ չի լի, հանգիստ արդեն, դուք սա յարա հասկանալու են։ Ես երդերակել եմ սարքում, լացում է մեղքա, մենակ աղբեր երեխեն, թո անցնեմ փագի էլի։ Չեմ սարքում, իմ հետի ակցիայի մասնակից այնտեղ էլ կա կանգնած, ստեղ էլ կա կանգնած, ստեղ էլ կա կանգնած։ Եք ստիպում, ախպեր, պատճառն ասենք կանգնելուց գնում ենք ով կանգնեմ։ Չէ ախպեր, բա մեր ակցիայի իմաստը այդ աղբեր դուր չկա։ Մեր հարցին լուծում էր լի ախպեր։ Մեր հարցը երեխա։ Ես էլ վերաբերում, սաղիտ վերաբերում, սաղիտ տների վերաբերում։ Էսի հայ թուրքի կներ չի, էսի սաղիտ է վերաբերում, էսի մեր բոլորի խնդիրն է էսի։ Դուք էլ պետք է մեր կողը կայնեք, ոչ թե կայնեք։ Մենք ուրիշ բան չենք ասում, այս մեքենաները մնացել են փակուղու մեջ, թող մեքենաները ազատ են, էլի ձեր ակցիան շարունակեք։ Վերջ ես, ձեր ասած, ձեր պահանջը զուտ մարդասիրությունից է ելնում, որ տրանսպորտը տանեն, գյուղի մեջ հասցնեն, որտեղ ձեր համար նեղություն է։ Հիմա դուք ուրիշներին նեղություն տալով, ուրիշների իրավունքները ոտնահարելով փորձում եք ձերը առաջ տանել։ Ցույց տվեք, որ դուք եք համագործակցում, որ ձերդ էլ համագործակցում։ Պարոն գնդապետ, կներեք, 3 անգամ գնացին կառավարություն, մարզպետի մոտ, այս հարցին լուծում չկա։ Գնացել, եկել են իրանք են եկել։ Մենք էլ ենք իրանցից հետո 3 անգամ էլ մենք ենք գնացել։ Լավ լուծում տալով, օրենքով լուծում տալով, այս ամեն ինչը մեր սրտով չի, ձեր սրտով չի։ Մենք նախորդ անգամ էլ ենք իրար հետ շփվել, մեր համար հաճելի չի։ Մենք լիքը խնդիրներ, ծառայությունը, բաժինները ծառայություններից կտրվել են, ուրիշների գործերը մնացել է, եկել ենք ստե կարգ ենք պահում, բայց
հարցի լուծումը իրանց դաշտում է ու եղել է ձեր հետ համատեղ քննարկումների բաների արդյունքում։ Ջիգեր ջան, այդ է խնդիրը։ Վաղապշե քննարկում չի եղել, իրանք իրանցն են ասել, մենք մերն ենք ասել, ու իտոգ ոչ մի քննարկում չի եղել։ Հիմա մենք մերը ասենք, դուք ձերը ասեք, արդյունքում դառնալու է կոնֆլիկտ, չէ՞։ Մերը ամենամինիմալ բան ենք մենք ասել ենք մեր ինվալիդները այս դիքը չեն կարում հելն, այս Իրանց համար ես գիտեմ, որ տրանսպորտը առանձնացված իրանց։ Չէ, պարոն Ազիզյան։ Ժողովուրդը պայքարում է իրանց դիքի համար, որ իրան երեխեն չելի տրած, ինվալիդը ճիշտի տրած։ Միա դիքը իրանց համար ինչ է, իրանց անցումը սարքեք, ավելի անցումը իրար հետ մտենք անցումը։ այդ դրա համար բան արեք, որ անցումը սարքեք նորմալ աշխատանք։ Եղբայր։ Պարոն գնդապետ, դրա վրա պայքարը, ձեր պայքարը կոնկրետ նպատակողոյ կա տենց խնդիրների, ոչ թե հենց խնդրի, որ ամբողջ Երևանին ու հանրապետությանն է վերաբերում։ Ֆինանսական առում է։ Ֆինանսականը ո՞նց պետք է հարցնես խնդիրը, պարոն գնդապետ։ Մեր համայնքում Գենաշարժողական լծած չի, որ կարենանք մի դու պատկերացնում եք այդ մարդիկ լավ մի վարքան նորը հայտարարեց մարզպետ մեքենաներ կա նայեք հենաշարժողական խնդիրներ ունեցող լիքը մարդիկ կան ստեղ մի դուք ոնց եք պատկերացնում այդ հենաշարժողական խնդիր ունեցող մարդիկ ոնց են իջնելու մի վարքան դուք այդ չեք ասում ոնց են իջնելու համար տրանսպորտ առանձնացված չի Այսինքն եթե մարդը խնդիր ունի, ինքը Երևանից կտրվում է։ Չէ, դրա համար եմ ասում, մեր պահանջը սոցիալական է, ասեմ ձեզ, ոչ մի քաղաքական միտում չկա։ Եղբայր, մի բան կլինի ասեմ, ասեցիր դու։ Հիմա այդ եթե չեմ սխալվում, յուրաքանչյուր տրանսպորտը ունի նաև Wi-Fi, MiFi սարք, այսինքն ինքը բարձնա կարաս նայես հեռախոսով, որտեղ է տրանսպորտը, որ պահին է գալի։ Լսի, աշխարհն հենց է փոխվել, որ սաղ էլ կարում են նայեն։ Դուք կարակ պահանջեք այդ հենաշարժողական խնդիրներ ունեցող մեքեն բանը մարդկանց համար իրանք իմանան, որ այդ մեքենան կոնկրետ առանձին է նշված, խոսքի կանաչ գույնով։ Ու ինքը սպասի իր կանաչ գույնով մեքենային գալու։ Մի կենտրոնացեք մենակ հենաշարժողական։ Դու եք ասում, դրան եմ մարդկանց ֆինանսականը, բա երկրորդ կոմը նայեք, սովորական ուսանողները 100 դրամ տալու են իջնեն ստեղ։ 150 տալու են իջնեն աջափնյակ, 150 տալիս են այդ մենք կենտրոն, դուք մարդկանց ֆինանսական բեռը չեք պատկերացնում։ Մի հատ բան ասեմ, պարոն գնդապետ, Կարա դուք ձեր հոգու խորքում իմ հետ համաձայնեք, բայց դուք ձեր ուսադիրներից ելնելով մենք բոլորս էլ պատկերացնում ենք ոստիկանության բոլոր ծառայողներն ձերպես քաղաքացիներ են։ Հիմա մենք ի պաշտոնե պետության կողմից լիազորված ենք որոշակի գործողություններ կատարելու, այսինքն մեր իրավունքների շրջանակներում դրա համար ենք մենք դուք ճանապարհ եք փակում, մենք էլ անձրակն ենք մեր ակցիան խաղաղ է, երբ որ մենք հավաքվենք, դրա համար ապահովում ենք նաև ձեր շփումը պետական իշխանությունների հետ։ Ինչ-որ մեկը բաժարա տալի, դուք ձեր պահանջը կանեիք, բայց ժամանակ պահանջ չենք, ամբողջ ուժով հարկադրանք կկիրառենք, եթե տենց բան լիներ։ Իսկ հիմա աջակցում ենք ձեր խաղաղ ակցիա իրականացմանը։ Այնտեղ կփագեն, այնտեղ կկիրառեք։ Չէ, ասում ես, այսինքն եթե դու կողմ ես, որ ստեղ կարող է ավտո էլ բաժար տան։ Հարցին լուծում տակ, կներեք էլի դուք հիմա ստեղ եք, որ հարցին լուծում տակ։ Քաղաքական հարց։ Իսկ եթե դուք չեք կարում հարցին լուծում տակ, ով պետք է զբաղվի սրանով։ Չէ, իրանք հարցին լուծում տվեք։ Դե ասում է այո։ Հարցին չեմ լուծում տալի, ես հարցին որ ճանապարհը փակվել է։ Հարցին լուծում տվի դրսի, դրա համար են ճանապարհը։ Նախարարի մոտ ես եղել եմ բոլոր հանդիպումներին, այնտեղ հարց եմ տալի, ասում եմ ֆինանսականը ո՞նց է լուծվելու ժողովուրդը, այս միասնական համակարգի տոմսերը առե, այդ զեղ չէր, լիքը ձեով գիտի, այդ ամեն ինչը ժողովուրդը գնել է, այնձի պատասխան ինչ են տալի, ասում են մենք մեղավոր ենք, որ դուք փող չունեք, ասում են ամեն ինչ թանկացել է, էդ էլ է թանկացել, այդ պատասխան են տալի, դուք էլ իմացեք ժողովուրդը, այդպես պատասխան են տալի, այդ վերջի հանդիպման ժամանակ, ասում են մենք մեղավոր ենք, որ ձեր ջեբը փող չկա, ախպեր ունեցեք։ Արդյունքում պետք է համայնքները զարգանան, չէ՞, ըստ կանոնի։ Բայց մեր համայնքը դու դեգրադացում։ Ավտոբուսներից հետ են կետում դեպի գազելն է։ Այսինքն 100 մետրի համար 100 Դուք ասեք մենք հասկանանք, մենք չենք հասկանում։ Բարե փոխում են անունը դրե։ Որն է բարե։ Գազել տնեն աշխատի ինչև եղբայր որ փոխվում է ռայոն աշխատի։ Բարե փոխում է, թե ինչ է։ Որ ժողովուրդը որ ֆինանսապես ժողովուրդը ավելի դժում է, երթուղին կարճանում է, ապա ավելի հարմարավետություն է էլի ու թանկանում է։ Որն է բարե փոխում է։ Իրանք սաղ անգիր գիտեն մեզնից լավ անգիր ժուրնալիստներն էլ իմանան բոլորն ենք բացատրում որ այս ակցիան սոցիալական բնույթ է կրում ու խաղաղ է։ Մարդիկ պահանջում են որ մեծ համայնք է 12-13 հազար հոգանոց համայնք է։ Դուք պատկերացնում եք
մի ուսանողը 7-800 դրամով հասնում է բան իր բուհը։ Մյուսները մեզ կներեն հաստատ, որ իմանան ինչի համար, ախի Նիկոլ Փաշինյանին ես նույն ճանապարհով բերեցինք իշխանության, հիմա ես նույն ճանապարհով ուզում ենք այս հարցը լուծենք։ Մի հատ Նիկոլը հասնել է։ Հա, թող այս հարցը լուծեն, մենք խոմի չենք ասում հերա իշխանություն, հերացի կամ ուրիշ բան։ Թող գան հարցը լուծեն։ Всё, ժողովուրդ։ Հաստատել թողում է տա։ Անցած անգամ ասացի, ձենս էլ կտրվի հիվանդը։ Անցած անգամ ասացի, ես